Ցունը մարդիկ կան, որոնք ասում են, այսօր պիտի գաս խորհրդարան եւ կոճակ սխմես։ Իրանք դրա համար են ընտրվել ճակերտավոր падգամավոր։ Բոլորը կարծացած են այս պրոտոկոլը նկարծես, ո՞րտեղից կարծացած են։ Ճնշող փոքրամասն։ Ես դերևս 7-8 անգամ գարտացել եմ պրոտոկոլները եւ դաժան երբ որ խոսին գարիկը գստամ հետ վերադառնալու գարտալու։ Իսկ եթե մարդիկ մի անգամ գարտացել են եւ ադոր իման վրա գոճակ պիտի գողենա դե Ավելին, Երևանում հայտնաբերեցի, որ հայերեն թարգմանության տեքստը լուրջ տարբերություն ունի անգլերենից։ Խապուսիկ մեկ բան կա, թարգմանություն կա այնտեղը, անգլերեն sovereignty-ին, մեր փոխանցվի քերիշխանություն, sovereignty, քերիշխանություն, թարգմանված է ինքնիշխանություն։ Վարզ մեկը որ գարտա, գսո ինքնիշխանություն, Ղարաբաղի մեջ ինքնիշխանություն, որ արդեն շփոթես ինքնագարավարման հետ։ Ուրեմն ոչ թե նրանց կարդացած լինելու չլինելու խնդիրն է սա։ Եթե վաղը մի հատ նախագիծ ստորագրվեր, որ Հայաստանը պիտի դառնա դրախտ, եթե իրենց ասվածը որ դեմ պիտի քվերկեք, դեմ կքվերկեն, կողմ, նրանք կարևորություն չունի, կարևորը թե ինչ է իրենց հրանք տրված։ Հիմա այն պարագան է, որ իրանք պիտի հասկանան, որ հստակ կրակետ են խաղալու։ Այսինքն Սփյուռքի եւ հավատացնում եմ ձեզ, որ իրենք շատ կարևորություն են տալի ամերիկայության ուժին։ Դա վերջապես Ամերիկայում, գիտեք, հերո ամերիկաները շատ ավելի այսպես զորավոր են նրանց համար։ Եթե իմանան, որ ամերիկայության պահանջը այնքան զորավոր է, զգուշ մնացեք, դուք ձեզ համար նաև ճակատագրական օր եք ապրում։ Ձեզ ստորագրել չստորագրելուց կախված է նաև ձեր սեփական ճակատագիրը, որովհետև խարանով եք այստեղից գնալու ազգային դավաճանի։ Այսինքն պիտի իրանք գոնե հասկանան, որ կոճակ սղմելուց առաջ ինչի են գնում։ Իրենց ընտանիքին անունը իհարկե խոսքը շանտաժի սպառնալիքի մասին չի, այսինքն այնքան պիտի պահը լուրջացվի եւ իրոք լուրջա։ Վերջապես ինչ որ վերջերս տեղի ունեցավ վերջին օրերին, այս 3 ժամվա ձգձգումը Սերժ Սարգսյանի զգուշանալը, Սփյուռքի ուժի կարևորության ըմբռնելը, հայաստանյան միտինգը 60-70 հազար մետրի, այս բոլորը տեղի ունեցավ ճնշման տակ։ Այդ մարդիկ պիտի հասկանան, որ այսօր եթե իրենց նշանակել են ազգային ժողովի падգամավոր կոճակ սղմող, պիտի հասկանան, որ կարող է մի անգամ մնացած բոլորը սղմել ես եւ մարսել ես, մի անգամ կարող է սխալ սղմես կարևոր բան եւ ինքդ էլ ընկնես կրակի մեջ, քունդ ամբողջ ընտանիքով անդես այդ երկրում դիապրես դուրս էլ եկավ սփյուռքայության հալածանքին է սարժանալու անդադ, այսինքն այս падգամը հստակ պիտի տրվի իրենց ինչպես նորից եմ կրկնում կա միայն երկիր մեդիան այս պահին Ուրեմն երկիր մեդիան անձինս Գեղամ Մանուկյանի գիշեր ցերեկ պիտի աշխատեն, կրկնակի երրակի անգամ ավելի պիտի աշխատեն եւ ամբողջ այս մտահոգությունները Սփյուռքից պիտի անընդհատ այնտեղ տրվի։ Հեռախոսազանգերի միջոցով հայաստանցիների զանգերը Լոս Անջելես, հակառակը Եվրոպա, Նյու Յորք, մարդիկ հեռախոսի զանգերի վրա միայն այս թեման են խոսում։ Ինտերնետային գաբը որ գա, այսինքն իմ օրինակի համար Facebook-ի վրա այս հարցով ստեղծված է կոզ նպատակ եւ մինչեւ 2 օր առաջ 6600 հոգի արձանագրված էին ադորդակի բարեկամներ, որ այո թրքական Թուրքիո հետ հարաբերություններու նորմալացման, բայց ոչ ազգային իրավունքներու գծով ածադուրը լալու 6600 եւ երբ որ գնայս ովքեր են աշխարհի բոլոր կողմեր են Հայաստան են, Ղարաբաղ են, Ջավախ են, նույնիսկ Թուրքիան, հայորդիներ, նույնիսկ օդարներ միացած են, արդեն ինտերնետը մեզի գուտա անգարողությունը, որ համահայկական առումով բաները YouTube-ի վրա տրված ցույցերու նկարները, ելույթները, երկուստեք ելույթները, որովհետև միշտ կոմենալ ելույթներ կան, որ պաշտպանեն նախագահի ասենք գեցվածները եւ երբեմն ջնշումի դակ երբ որ շատ ջնշված եք այս ամեն հարցերը դիտելով, վերլուծելով, երբեմն նախագահի համագիրներու ելույթները դիտեցեք, քիչ մգտե տևնակ, որովհետև զվարճալի է, գծիծաղիկ եւ այլն, քիչ ֆերնատաֆիկ այդ մեկ տեսակ թերապևտիկ բան ունի, արժեք ունի անոնքան։ Ես ուզում եմ ավելացնել, մի հատ հայպոթետիկլի պատկերացնենք, եթե ուրեմն Միացյալ Նահանգների հայկական մամուլը եւ մեդիայի
գլխավոր խմբագիրները ստորագրում են մի փաստաթուղթ, որը ուղղված է պետդեպարտամենտին, արտաքին գործերի մինիստրին եւ ուղարկված է նաեւ, ասենք թե LA Times, New York Times եւ այլն, սրա արձագանքը Երևանում գիտեք ինչ է լինելու, այդ դեպուտատների կեսին ունես, որտեղ Ամերիկայում նայ արել են ու ստեղ sense բան կա, եւ պլաս դրան կարա գումարվի ռուսահայերի կարծես նմանատիպ քայլը արդեն Պուտինին։ Սա բավական զորավոր բան է ոչ միայն դրսի հետ պայքարելու, այլ ներսի падգամավորի հոգեբանության հետ փոփոխության ոնց որ ասած լծակ որպես։ Եվ ինձ թվում է պետք է հիմա ասենք ժամը վերջանալուց հետո եթե գտնում եք ճիշտ, դրա մասին ավելի կոնկրետ ու լուրջ սկսենք ասել գործական։ Եվ կարելի է նաև ժողովրդին դիմել, որ իրանք էլ առաջարկություններ անեն, քանի որ այս պահին համայնքի մի ստվար զանգված